Ինչ ասել է, ուզում եմ սիրտս ստուգեմ։ Ողջունում եմ, ես BestLife բժշկական կենտրոնի սրտաբան Էլմիրա Անդրանիկի Ավետիքյանն եմ։ Այսօր կներկայացնեմ մեր սրտաբանական կենտրոնում բուժական ախտորոշիչ մարտավարության հիմնական ստրատեգիան եւ թե ինչ քայլերով ենք մենք սկսում այդ հարցի լուծումը փնտրել։ Սրտաբանական ծառայության մատուցումը իրականացնում ենք պացիենտի անամնեստիկ տվյալների հավաքագրումից։ Հիշենք, ճիշտ հավաքված անամնեզը ախտորոշման անկյունակալն է։ Հաջորդիվ գործիքային քննությունները թողարկում ենք ամենապարզորակ, բայց ամենաինֆորմատիվ քննություններից մեկով՝ սրտի էլեկտրասրտագրությամբ, որը 84% դեպքերում բացառում է սուր սիրտային պատահարները։ Տվյալների հավաքագրումից եւ կատարված ESG քննության արդյունքներից ելնելով բուժառուների մի մասը ըստ անհրաժեշտության ուղեգրվում են էխոսրտագրության։ Էխոսրտագրությունը բավականին ինֆորմատիվ եւ որ ամենակարևորն է ռենտգեն ճառագայթ չպարունակող անվտանգ, որևիցե հակացում չունեցող կորտիկային քննություն է, որը օգտագործում ենք սրտի կառուցվածքային եւ քանակական չափորոշիչների գնահատման տեսանկյունից։ Կատարված վերոնշյալ քննություններից հետո բուժառուները դասակարգվում են ըստ սիրտանոթային պատահարների հավանականության շատ ցածր, չափավոր եւ բարձր սիրտանոթային ռիսկի կատեգորիաներին։ Շատ ցածր սիրտանոթային ռիսկի պացիենտների պարագայում մնացած սրտաբանական հետազոտությունները կասեցվում են։ Ցածր սիրտանոթային ռիսկի պացիենտները ուղեգրվում են ֆիզակտիվության տեստի, տրեդմիլ տեստի։ Չափավոր պրեդտեստ հավանականությամբ պացիենտները ուղեգրվում են վիզուալիզացիոն հետազոտությունների, այդ թվում ստրես էխոսրտագրության եւ կամ կորոնար անոթների կոնտրաստ կատեր։ Եվ բարձր պրեդտեստ հավանականությամբ պացիենտները ուղեգրվում են ինվազիվ կորոնարոգրաֆիայի։